Դուք իմ դասախոսների դասախոսն եք եղել, իմ ուսուցիչների ուսուցիչը։ Մի 5 անգամ իմ հրամանը տվել են ազատելու համար։ Հետո 5 անգամ իրանց են հանել։ Որ երկրներից էին սովորում այդ ֆակուլտետում։ Սիրիա, Հորդանան, Լիբանան, Եգիպտոս, միայն հայերն են սովորում։ Ամբողջ հանրապետությունում լույս չլիներ, բժշկական համալսարանում լույս կար։ MVD-ի մինիստրը ես իրան հոսանք տվեցի բժշկականից։ Ձեր հրամանով բոլոր բժշկականի դասախոսները սկսեցին անգլերեն լեզու սովորել։ Երբ որ տեսա արդեն անգլալեզու մարդիկան դարձեցի անգլերեն ուսուցում։ Ինչ մի քանի խորհուրդ կտաք նոր բժշկական համալսարան ոտ դնող ուսանողների։ Եղեք լավ մարդ, հետո նոր բժիշկ։ Ողջույն, սիրելի հյուրեր, ընկերներ, բարեկամներ, ովքեր այսօր իրանց էկրանների առաջ նայելու են հերթական Medcast բժշկական ոդկասթը, ու այսօրվա հյուրը ամենալեգենդարնը, որ երբևիցե եղել է մեր տաղավարում, մարդ, ում անունը ամեն երկրորդ երրորդ հաղորդմանը հնչում է, որովհետև ամեն երկրորդ երրորդ բժիշկ իր կենսագրության մեջ նշում է այս մարդու անազգանունը։ Մեր հյուրը ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ անմահ ռեկտոր, լեզուս չի պատտվում ասեմ նախքին, որովհետև ձեր կատարած գործն է շարունակվում, Վիլեն Պաուրի Հակոբյանը։ Վիլեն Պաուրիչ, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես խիստ լարված եմ հիմա, որ ձեր հետ հաղորդում պետք է։ Ազատ եղեք, դուք էլ ազատ եղեք։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այսպիսի հրավերի համար։ Հետո գիտեք, երբ որ ցանկացած անձնավորություն, երբ որ բավական երկար տարիներ ապրում է, 75 եւ ավել, առավել եւս 80 թե ավել, ապա այդ ժամանակ, երբ որ այդ ապրելու բարձրունքից նայում է անցածուղուն, եւ դա շատ հետաքրքիր է լինում, բազմապիսի հետաքրքիր է լինում, եւ մարդ մտածելուց, գիտեք, ստացում է, որ դու ուրույն ճանապարհ ես անցել, բայց երբ որ ավելի խորիմաստ մտածում ես, ամեն մարդ, երբ որ երկարամայր կյանք է ունենում, ամեն մարդ ունենում է իր անցած ուղու ոտիսականը։ Ես որոշակի համեստ բարձրությունների հասել եմ եւ իմ անցած ուղին շատ բաներով տարբերում է սովորական ուղիներից։ Չնայած ես էլ շատ սովորական ազնվորություն եմ, ես էլ իմ անցած ուղու մասին, որ ես մտածում եմ, կարծում եմ դեռ 3 էր, որ ես ուսանող էի, եւ անցնելով առաջ ասեմ, որ գիտեք, իմ 88-ը լրացել արդեն վաղուց, բայց երբեք ես չեմ կարծում եւ մտքովս չի անցնում, ես արդեն 88 եւ ավել տարիք եմ։ Եվ նախախնամությունը Աստված մարդու մի քանի շատ կարևոր երջանիկ հատկություններ ատվե, որից մեկը այն է, որ մարդ իր տարիքը չի զգում, միշտ սիրտը եւ հոգին միշտ երիտասարդ է մնում։ Ես չգիտեմ որտեղից սկսեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ երևի թե մի փոքր իմ համար յուրահատուկ է եղել, դա այն է, որ կյանքում ես ինչ ուզեցել եմ անել են կյանքի շրջադարձային րոպեներին, մի բան ցանկացել եմ, հակառակ բանն է ստացվել։ Ինչ շատ հաճախ հարցում են, երբ բանից ես մտածել, որ բժիշկ դառնալ, ինչպես բժիշկ դառնալ։ Ես բժիշկ եմ դառել լրիվ պատահական։ Չգիտեմ, եթե ասեմ երևի ձեր համար ձանձրալի կլինի, բայց դուք միշտ պատրաստ ենք ընդհանրապես ձանձրալի չի։ Ուրեմն ես ծնվել եմ Թալինի շրջանի հեռավոր գյուղերից մեկում, Կարնահովիտ գյուղում։ Կարնահովիտ գյուղը Թալինի վերջի գյուղն է, որից հետո սկսում է Արագացի լեռան լանջը ու Արագացի ընկում Աբարանն է։ Այդ վերջի գյուղում եմ ծնվել, մեր գյուղը ինչով է հայտնի։
հայտնի է իր եկեղեցիով, եկեղեցին 5-6-րդ դարի եկեղեցի է, Սուրբ Հռիփսիմեի ճիշտ պատկերը, և փոքր ժամանակվանից այդ եկեղեցին իմ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ինչևից է դպրոցական կրթությունը 3 դասարան, 3-րդ մինչև 4-րդ դասարան գյուղում եմ անցել սովորել, գյուղական դպրոցի մակարդակը այն չէր հասկանալի եւ այլ այդտեղ էլ լավ բաներ կա եւ մեր եկեղեցին այնքանով շատ լավ եղավ որ իմ սուրբ մայրիկը իմ մայրիկը Մարիամ Աստվածածինն է ոչ միայն ինձ համար մեր բոլորի համար շատ բարի չափազանց բարի անձնավորություն Եվ ինձ սովորացրել է խաչակնքելը փոքր տարիքից։ Եվ գիտեք զարմանալին ինչ է։ Ասում էր բալաջան, ուրիշտեղ չխաչակնքես, որ մարդ կլնի մի խաչակնքիր։ Դե ես 37 թվից ծնված, գիտեք այդ տարիներն ինչ էր, Չէի հասկանում, թե ինչա, որտեղ ես արդեն 3-4 տարեկանից ինձ խաչակնքել էր սովորում, եւ այդ եկեղեցին եւ իմ Սուրբ Մայրիկի այդ հոգացությունը ամբողջ անկիս մեջ շատ խորը հետք է թողել, որպես հայ Գրիգոր Լուսավորչական եկեղեցու հետևորդ։ Եվ ես շատ շնորհակալ եմ դրանից որ հետագայում պատիվ ունեցա ծանոթանալու, շփվելու մեր վեհապարների հետ, Վազգեն առաջինի հետ, Գարեգին առաջինի հետ, առավել ևս Գարեգին երկրորդի հետ։ Եվ 19 տարի ես եղել եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, դա մեծ պատիվ է։ Ինչևից է 46 թվականի, երբ որ իմ հայրիկս պատերազմից վերադարձավ, մենք Թալինի շրջանի Կառնահավուտ գյուղից տեղափոխվեցինք հոկտեմբերանի շրջանի 4-րդ սովխոզ։ Այնտեղ պատկերացրեք իմ մանկական պատկերացմամբ այդ դպրոցը շատ ավելի բարձր էր։ Եվ ձեզ ասեմ, որ զարմանալի չթվա, առաջի 3 դասարանը ես որ սովորել եմ մեր գյուղում 3 դասարանը միասին են դասանում առաջի դասարանցին երկրորդ եւ երրորդը մի ուսուցչու էր տալիս այդ ուսուցչուին էլ միջնակարգ դպրոց չգիտեմ ավարտել էր թե չէ նա էր տալիս այնպես որ ամեն տարի սկսում էր տարաճանաչությունից առաջի կուրսներից եւ մնացած երկրորդ երրորդները նույնպես ես լսում էին Մի խոսքով բավական ցածր մակարդակով տեղափոխվեցինք այդ 4-րդ սովխոզ, նու այնտեղ տեսան զգացին եւ այլ որ իմ մակարդակը շատ ցածր է եւ ինձ ուզում են իջեցնել մի տարի ցածր, որովհետեւ 1-2 տարեր խառնում էի ես իրար, չհամաձայնվեցի մի խոսքով եւ այլ, ժամանակ տվեք եւ ժամանակ տվեցին 4-րդ դասարանում արդեն տարավերջին ես համարյա առաջիններից մեկն էի, շատ էին զարմացել, շատ էին ուրախացել եւ այլը, հայոց լեզվի ուսուցչուն Պողոսյան Փարք ու պատիվ իրան, ես նրանց անունները պիտի հիշեմ, որտեղ ես պարտական եմ դրանց։ Առաջ անցնելով ասեմ, որ իմ բոլոր այս համեստ հաջողությունները պայմանավորված են նրանով, որ ես լավ մարդկանց եմ հանդիպել։ Ես նույնիսկ իմ արժանիքները քիչ եմ համարում այդտեղ, որտեղ հանդիպել եմ այնպիսի փայլուն մարդկանց, որոնք կարծես թե զորով ինձ տարել են իրենց հետ, ինչևից է։ Ես հայոց լեզվի ուսուցչուհին սկսեց ինձ սիրելը, Եվ ես 4-րդ դասարանում առաջի անգամ կյանքիս մեջ գեղարվեստական գիրք որպես կարդացել եմ Սերվանտեսի Դոն Կիխոտը։ Շատ էի ծիծաղում, շատ այնքան հասկանում եւ այլը, եւ իմ ուսուցչուհին հատբերում ասում էր տեսեք զարմացեք, ասում եք հեսա
տարել է լրիվ չեր ճանաչում, հեսա տարը վերջին հեսա կարդաց է եւ այլ ինչևից լավ չերկարացնեմ եւ տարվեց է լեզվով եւ գրականությամբ 5-6-րդ դասարանում ուրեմն սա երկրորդ դպրոցների 5-6-րդ դասարանում ամառները մեզ մոտ հյուր էր գալիս հայրիկիս ընկերոջ տղան Վանիկ Զաքարյան երևի լսած կլնեք շախմատիստ, ակադեմիկոս, մաթեմատիկոս այդ հանդիպումների ժամանակ իմ հայրիկը նրա հայրիկը ընկերներ էին հանդիպումների ժամանակ նրա հայրիկն ասում իմ տղան լավ ասում իմ հայրիկն էլ ասում իմ տղան շատ մեծ դժվարությամբ եկավ բայց արդեն առաջի տեղն է բան եւ այլն դե որ ասեց այդպես խնդիր տանք տեսնենք թե սրանք թոլուծեն խնդիր տվեցին ուրեմն 5-6-րդ դասում թվաբանության խնդիրներ տվեցին մինչև ես մի խնդիրը լուծում էի այս Վանիկը 2-3 էր լուծում այնպիսի ծանր ապրումների մեջ ես ընկա որ իմ բախտը բերեց ես բավական ինքնասեր եմ էլ ինչևից է շատ ծանր ապրումներ ունեցած փաստորեն զարմացավ հայրիկս ասեց այ տղա ասեց բայց քո դասատուներն ասում են դու խելոք ես հակու խելքը բացի պատիվ Վանիկ Զաքարյանի հայրիկն ասեց գիտեք այդ երեխային բան մի ասեք ասեց դու Երևանի դպրոցները համատում ես ձեր դպրոցների հետ այնտեղ ես վերափոխվեցի ամբողջությամբ ուշքումից կստացեցի ֆիզիկա, մաթեմատիկա։ Հետագայում այդ դպրոցից տեղափոխվեցինք Հոկտեմբերյանի դպրոց։ Հոկտեմբերյանի Ստալինի անվան համար առաջի դպրոցը 9-րդ դասարանը, որտեղ դեռ արդեն աշակերտներ քիչ են, տեղափոխվեցինք այնտեղ։ Էլի հերթական անգամ մի լավ ուսուցչու է հանդիպեցի, որ իմ մոտ ուժ ու վստահություններ շնչեց, դա իմ ֆիզիկայի ուսուցչուին էր, Տիկին Ջավադյանը, լուսահոգի։ Մի քանի անգամ պատասխանելուց եւ այլն նա վերցրեց ինձ առանձնացրեց։ Թույլ չտվեց, որ ես մարդկանց հետ կողք նստեմ, հատկապես աղջիկներից։ Ասում էր աղջիկներից հեռու մնա, նրանք քեզ խելքը հանկանեն։ Բերեց նստացեց առաջի տեղը, դասխեդին գնաց ասեց, սրա խելքը ուրիշ է եւ այլը։ Եվ ես իր հետ հաջող գնում եմ ֆիզիկայի խնդիրներ էինք լուծում, նույնը մաթեմատիկայի։ Եվ ես սիրահարվեցի մաթեմատիկայի, ֆիզիկայի վրա։ Դպրոցն ավարտելուց 1954 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր Ստալինի համար առաջի դպրոցն ավարտելուց ուրեմն ներկայացվեցին ինձ մեդալի ամբողջ Հոկտեմբերյանի շրջանի շատ լավ հիշում եմ, պատմությունն էլ կա երևի։ Երկու մեդալակիրի ներկայացին։ Մեկից մեծ էլ մի աղջիկա ինչ-որ մի դպրոցից էս հիշումը։ Չնայած մեդալ չտվեցին իհարկե հետագայում, բայց այդ մեդալը ինձ համար դառավ ողբերգություն։ Ատեստատ չտվեցին, որտեղ ուղարկել էին, որ մինիստրությունը պիտի նայի, մինիստրությունը ատեստատները մեդալի ատեստատ տա, թե չէ եւ այլն։ Դիրեկտորը դպրոցի գնացել էր արտակորդ, չկա։ Ատեստատ չունեմ, որ գործերս տամ։ Վերջը ինձ կորցնում եմ, հայրիկս եմ ասում, հայրիկն էլ ասում աղա մարդես բան կլնես, դպրոցի դիրեկտորը չկա, ուսմասվարը չկա, այս կողմենքում։ Վերջը եղբայրս ինձանից 15 տարի մեծ է, մենք բազմանդամ ընտանիք ենք եղել, 8 անձ ենք եղել, ես նախավերջինն եմ, 7-րդը։ Եղբայրս պատմաբան էր, վաստակավոր ուսուցչի կոչում տվեցին իրան եւ այլն։ Եղբայրս գնաց մինիստրություն, մի կերպ ատեստատս բերեց, որ արդեն մեդալ չուներ, ջնջման պատճառով մեդալ չտվեցին։ Բերեց շուտապույտ եւ այլն, մի կերպ գործերից հասարեցինք, հուլիսի 31-ին գնացինք
բոլորը գիտեն, որ ֆիզիկոս ֆիզմաթ եմ սովորում։ Գնացինք պետական համալսարանի սև շենքը։ Տարանք տվեցին, գործերս չընդունեցին։ Ինչի չընդունեցին, որովհետև անձնակիր չունեի, իսկ նկարի վրա, տեղեկանքի նկարի վրա նկար չկար, տեղեկանքի տվել են նկար չկար։ Թե դու ասfaltի դու ինչ ես եւ այլը։ Չընդունեցին։ Եղբայրս խնդրեց, աղաչեց, ախր դու սամունում։ Դուք երևի այն ժամանակները գործերը ընդունում էին մինչև հուլիսի 31 ամսի 1-ից օգոստոսի քննություններն էր, քարացած էր Սովետ Միության ժամանակ այդպես։ Ես ջղայնացեմ բռնեցին եղբորս կոպիտ դուրս հանեցին թե մի վիճի եղբայրս եկա ծերը բռնած շեփ շենքից քշնում են հոնքուր չռում արջերից արտասունքը ոնց թե իմի կասել սա չի ընդունվել ոնց թե ես էլի ոնց պիտի ապրեմ ահա որ ծանր վիճակելի միջակը այդպիսի ողբերգական վիճակ կյանքում հազվադեպ եմ ունենում եղբայրս ձեռքս բռնած իջնում էր ասերս չռելով թափում էր ոտքս կպավ մի հատ փաթաթած թերթի թերթ որ կպավ ես մի պահ ես կանգնեցի թերթը բացվեց տեսանք ատեստատ այն ժամանակ ատեստատները թղթի ձևով էր երկար ատեստատ դիմում տեղեկանքներ առողջապահության ամեն ինչ բանը ես տեսա դիմել են որտեղ բժշկական կանգնել ենք սև շենքը հիշում եք սև շենքից մի քիչ ենքոն բժշկականն է երևի թե այդ արանքը կանգնել ենք արդեն այդ արանքը բժշկականի պատի տակ ենք երևի կանգնել եղբայրս կանգնեց ասեց ներեցեք բժշկականը մեջին հարցրեց որն ասեց ախպեր ջան տանենք հանձնենք մեղ կա էս երեխեն Լեոն Հարությունյան մինչև հիմա հիշում եմ անունած կանոնը Թբիլիսիից էր տեղեկանքները եւ այլն Այդ մարդը սկսեց ձեռ առնել մեզ պիտի սուր եք այդ ավտոբուսի պիտի նստեք բամիջից ձեռ առնել ասեց այս բժշկականի պատն է մի չեք ներքև բժշկականի դուռը կլինի Եթեն մջիչ բժշկականի դուռը տարավ եղբայրս մարդ չկար համարա դիմող չկար տարավ այդ գործերը տվեց հարցրեց դու գործեր ընդունում եք ասեն հա ընդունում եք եկա ասող բերջան գործերը դուրս տեղ ընդունում է մի տարի կսովորես հետո կփոխես խելքս մտավ դե կոյնը բժշկական են ժամանակ լավ անուն ուներ էլի չեն ծաղրի ինձ որ ես չեմ ընդունվել գործերը տվեցի հուլիսի 1-ին գործերը տվեցի հաջորդ օրը քննություն պիտի ֆիզիկայի քննություն տեսեք ինչ ճակատաճի ես էլ ֆիզիկան անկիր գիտեմ այն ժամանակ մի հատ գիրք գոյություն էր Պերելման հետաքրքրաշարժ ֆիզիկա որ անկիր գիտեի մի խոսքով շատ ուժեղ էի շատ Գնացի հաջորդ օրը քննության, այդ սովորաբար ես էլ որ 19 տարի ռեկտոր եմ աշխատել, ինձ վերջի գործերը տվողն էին առաջ օրն է գցում, դրանք պատահական մարդիկ էին սովորաբար ելնում էլի։ Վերջ ինչևից։ Ճակատագրությունից օգտվել էլի բան։ Գործերը տվեցի, մի քիչ հանգստացա, վերջի եղբայրս հանգստացրեց բան եւ այլ դե ասում տեսնում ես բժշկականը լավ անուն ունի իսկ իմ հայրիկը երազում էր որ բժշկական ես ընդունվեմ իհարկե դե թողենք իմ հայրիկը շատ մեծ մարդ է եղել լավ ասեց հայրիկն էլ կուրախանա հա ասես ես չեմ սովորել այստեղ ասի մի տարի կսովորեմ կամ մի քան ամիս ես դուք հա ախպեր ջան հա խաթին չէին կապնում վերջը հաջորդ օրը գնացի ֆիզիկայի տոմսը քաշեցի արդեն հաջին մարդիկ քննություն էին վերցնում մինչև իմ հերթը ասավ այն ժամանակ էլ բժշկականը մեծ մրցույթ էր
բուժական ֆակուլտետ տվեցի, էլի մի տեղի համար 4-5-6 մրցույթ գոյություններ։ Տոմսը քաշեցի, ասես նայեց, ասի կարելի է պատասխանել։ Ես Ալեքսանյան կար 1000 օր մի ֆիզիկայի, հետագայում իմացա, ֆիզիկայի ամբյոնի որոշներ։ Ասեց այդ տղա դու այդ կարաս պատասխանես, ասի հա, ասես վերցես նայես։ Տոմսը դրեց ինքով, ուրիշը քաշեցի, տղալ կպատասխանեց, ասի այո, առանց մտածելու, ասի այո։ Մոդը մի հատ աղջիկ կար, ինչ որ իրար մարդիկ կան, ասեց հələ ենքով նստեք։ Ինձ նստրեց, օտիդո պատասխանեցի, սա ասեց ուսանողա, երևի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողա, դրա հարկավորա միլիցիա կանչեք, տալի տակ։ Ինձ կանգնեցրեցին, ինչ որ մարդիկ գնացին իմ գործերը բերեցին, դեղ էլ աչքերս լսվեց։ Այ մարդ ասում եմ, չէ, ես ուզում եի ֆիզիկ դառնալ, ուղղակի իմ գործերը դեռ չընդունվեցին, դրա համար հա, ասին դե լավ է։ Եկավ մի շատ բարի մարդ, էլի ամբողջ անկում իմ բարի մարդն է։ Ասեց ինչ է քեզ երեխին կպետես տեսնում իրա տարիքից, ինձ ուսանող կլինի, ես կլինի վերջ հետ ունակվեց։ Ասեց մի սարարգաներից ձեր բոլորից լավ է, ասի միայն 6 քննություն էին տալիս։ Հայոց լեզու գրավոր բանավոր, ռուսերեն լեզու գրավոր բանավոր, ֆիզիկա, քիմիա։ Ասի միայն ռուսերեն գրավորից եմ մտածում, ասեց հիմա այդպիսի բան կանեմ։ Ինչ որ մեկին հանրեց, ասեց եթե սա քիմիան է լավ հանձնի, ռուսերեն գրավորին աշխատեք սրան օգնել։ Այն ժամանակ ռուսերեն գրավորը ոնց որ պարտադիր քննություն։ Այո, ինչևից է։ Չգիտեմ, օգնի թող չօգնի, ես ընդունվեցի առաջի 2 շաբաթ գնացի տազի, հետո սկսի տազի չգնալ։ Գնում է Միասնիկյանյան գրադարանը ֆիզիկայի պարաբու, մաթեմատիկայի պարաբու, որտեղ մաթեմատիկ ֆիզիկոս դառնում, ուշք ու միտքս ֆիզիկան էր հատկապես։ 2 շաբաթ գնացի տազի, ծանոթացա ուսանողների բանի հետ եւ այլ, արդեն հաճին դրա հետ ջերմենք, ես ասի գիտեք, ես չեմ սովորելու։ Այն հետո ասեցին դասախոսներին, ասեցած չի ուզում, ուզում ուրիշ տեղ սովորի, որոշ դասատուներ ծեր առան, աղջիկներն սկսեցին ծաղրել, բա ֆիզիկոս է, էլա, ապակա ֆիզիկոսին, ծաղրանքով ինձ ասում էին, ինչևից է, ու սկսեցի դասի հազվադեպ գնայ, 2 շաբաթից հետո մի օր գնում է, 2-3 օր չէի գնում, մի օր գնում։ Բայց մի բան հարցնում էլի, ձեր ժամանակ որ ուսանողը տենց դասի կար, հեչ լավ չէր ավարտվի, չէ։ Կհեռացնի, Հետո ամբողջ կյանքումս ես ուսանողներին ինձ դասա տվեց, շատ բան եմ արել, տեսնելի։ Հետո օրերից մի օր, արդեն սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի առաջ օրներ, օրերից մի օր մի հրաշք մարդու հանդիպեցի էլի։ Կենսաբանության ամբիոնում կար Իսահակյան Զուլֆի Սուրենի, մեզ դաս էր տալիս դոցենտ։ Ասեց այդ տղա, ես ինչ ես ասես մի օր կարես ես ինչքան բացակայություն ունես, ինչ ես բացակայություն էր տվալիս բան։ Այն մի աղջիկերից մեկը ասեց ֆիզիկոս է, պիտի ֆիզիկայի պրոֆեսոր դառնա, ասեցին ծիծաղել է։ Ասեց դրանց կդրի ջխայնացավ դրա վրա։ Դասամիջոցին կանչեցին։ Ասեց ինչա։ Ասա ես պատմեցի պատահական եմ։ Ասես տղա ջան, ասես դու խելոք տղա ես, բան ոտ չի ես անում, որ ասես աղջիկեր քու վրա ծիծաղեն։ Սովորի, հաճի բանկ սովորես, դա չես օգուտ կլնի, հետո վերջում, տարը վերջում գործս կվերջնես կկանաս, ինձ ճակատագրական դեր կատարեց այդ մարդը, ամբողջ կյանքիս ընթացքում, մի անգամից փոխվեց ես այ մարդ ամուր չի իրոք, նրանք ես ինձ թույլ տամ, որ թրանքի վրա ծիծաղեն սովորեմ, համել ձմեռը թոշակ, նախ հիմա էլ է թոշակ ստանում, որտեղ բարձր գնահատականներով ընդունվեցի, ձմռանն էլ թոշակ ստանամ, տարավերջին կգնա։ Եվ սկսեցի սովորել։ Տարավերջին 9 քննություն էինք տվել, 4 հատ ձմռանը, 5 հատ տարավերջին 9 քննություն, 9-ից
2-4 ունեի մնացած երազանցեր քննությունները տվեցի բրծա ուրախ սվար դիմումը գրեցի տարատվի դեկանին Վահան Գրիգորիչ Մխիթարյան լսած կլնեք երևի парк պատիվիրան ասես ուզում եմ ստեղից գնամ ուր ես գնում ասես ուզում եմ ֆիզիկոս դառնամ այդ տղա ասեց Ես բան չես սենց գնադականներ ստացել ես չեմ կարող այդպիսի բանել գնաց ռեկտորի մոտ ռեկտորը գնացինք ռեկտորի մոտ ուրեմն զարմանալի ձևով հերթական մի հրաշք կատարվեց ուրեմն ռեկտորը Գևորգ Ղևոնդյանն էր 1000 օրբիր բան լուսահոգի Գևորգյանն էր պատմեց ասեց այս տղան ասեց սենց լավ սովորող տղա էր ասա գործերը վերցնում ուզում գնա ֆիզիկ ասեց այդ տղա քանի բժիշկ գիտես որ գնում ֆիզիկի մոտ խնդրանքով ասում ինձ բուժի բան ասեց այդ տղա ֆիզիկներն են գնում բժիշկի մոտ ուր ես գնում Այդ տղա հեր ունես դու, ասի հա, ասեց գնա հորդ բեր, եթե հեր դել քու նմանա, գործերը կտամ։ Գնացի ուրախ զվարթ, մամայիս ասեցի, հերս շատ էր ուզում բժիշկ, 2 պատերազմի է մասնակցել, համ առաջի, համ աշխարհային, համ երկրորդ, բժիշկները իրան փրկել են եւ այլն, գնացի ասի Էսա, գնում եմ գործերը չեն տալիս, հայրիկին են ուզում, որ գործերը գնամ վերցնեմ, հայրիկից շատ ենք մենք քաշվում, ճանաց ամբողջ կյանքում մադոք ձեր չտեղած, շատ փշոտ ազնավ, ինչևից է, հա, ասես բալաջան, է դեր պակաս, դու չես ուզում բժիշկ դառնաս, ինչ բժիշկ, գնաց հորս ասես բան, հերս շատ գիտելով դեմքը եւ այլը կանչեց, ասեցի, ուզում ես բժշկությունը թողես, հա։ Բան չես դες գնադականներ ստացել։ Ամ ստացել եմ որ թոշակ ստանամ։ Ասեց այլ լավ ես այդ մասին չխոսես։ Հենց հիմա, եթե որոշել ես, գնա ինչ ուզում ես արա, այս տունը այլևս չպիտի մտնես դու։ Գնա ինչ ուզում ես արա։ Եվ այդպես ես մնացի բժշկական համալսարանում։ Իսկ ֆարմակոլոգիայի գծով գնալը, ֆարմակոլոգի մասնագիտություն ընտրելը ֆարմակոլոգիայի ոնց ստացվեց, ֆարմակոլոգիայի ոչ ամբիոնն էի սիրում, ոչ էլ աշխատողներին, որտեղ ես արդար ասեմ, ես էլ չեմ սիրում։ Ապրեք։ Այն ժամանակ Ձեր ժամանակը մի չգիտեմ ոնց եղել, այն ժամանակ իմ ժամանակ, սա առաջի կուրսում ընդունվելու ժամանակ բարձր կուրսեցերն ասում են, չկարծեք, որ դուք բժիշկ կդառնաք, երբ որ դուք կանցնեք 3-րդ կուրսը կավարտեք, այն ժամանակ նոր բժիշկ կդառնաք, երբ որ դուք հաղթահարեք ֆարմակոլոգիան, պաթանատոմիան եւ դիագնոստիկան, այդ իրեկը հաղթահարեցիք Թե չէ, նույն բանը մեզ էին ասում, ասում 3-րդ կուրսը ավարտեցիր կդառնաս, չէ։ Հա։ 3-րդ կուրսում իմ ուսուցչուհին պրոֆեսոր Թամարա Թադևոսյանը, էլի հրաշք անձնավորություն էլի։ Ինձ ասեց լավ ուսանողներին Իմ ժամանակել ես այդպես եմ արել, միշտ հիմել կարծում այդպես եմ, լավ ուսանողներին հրավիրում ենք ուսանողական գիտական ընկերությունում զեկուցելու, էլեմենտար գիտությամբ զբաղվելու։ Ասեց գիտությամբ պետք է զբաղվես, արի զբաղվի բանես կողմում, ախր ասի ես ֆարմակոլոգ չեմ սիրում։ Ասեց այ Վիլեն ջան, չես սիրում մի սիրո հոթու ֆարմակոլոգ չես դառնա։ Բան արելի, դու գիտես որ եթե գիտական աշխատանք արեցինք, չես նույնիսկ քննությունից կազատեն, կասի ազատել պետք չի լավ, ամոթու գնացի ուսանողական գիտական փորձեր մորձեր արելցի բան եւ այլն մի օր կանչեցին այդ բոլոր ուսանողներին, որոնք որ փորձեր են անում, Սիմոն Ագոպչի մոտ Միրզոյան, չգիտեմ լսել եք, երաշ ակադեմիկոս Միրզոյանը
Դողում են Միրզոյան անուն լսելու։ Կանչեց ասեց ուսանողներ ասեց ես գիտեմ դուք գիտությամբ զբաղվում եք ամբողջ կյանքը նվիրել ա գիտությանն ու կրթությանը Սիմոն Միրզոյան իմ երկրորդ ծնողն է փառք ու պատիվ իրան ասեց շատ լավ է բայց ձեր մեջ ասեց 5 ուսանող կա որը բավական բարձր մնաց այդ 5-ից 3-ը հատկապես այդ 5-ից 3-ը հիմա դուք ավարտում եք ֆարմակոլոգիան դուք եկեք նորից շարունակեք ուսանողական գիտական փորձերը կատարեք վերջը որից մեկը ինձ ասեց գնացի ուսուցիչից մոտ տարածել գնացի չեմ ուզում ես ֆարմակոլոգ չեմ ուզում դառնալ բան եւ այլն տարածի մրագոբչի մոտ տղա ջան ասեց պետք է որ ֆարմակոլոգ դառնաս ինչ ես ուզում դառնաս ասի երևի թերապևտ ահա իսկականն է ֆարմակոլոգիան թերապիայի համար շատ պետք է ես չես կօգնեմ որ թերապիայում բան կանես դու արի այդ փորձերը շարունակի տբակրած աշխատանք ունենաս մինչև ավարտես տբակրած աշխատանք ունենաս ամոթու գնացի ու էլ չերգաստեմ այդտեղ կբա ինքը համոզեց ես գնացի հորոմի բժշկական տեղամասում 2 տարի աշխատեցի հատուկ իմ տեղը մարդ ուղարկեց գնաց մինիստրի մոտ մարդ ուղարկեց ինձ բերեց ամբյոն ես քաղաքավորության զոհ գնացի այդ մեծ մարդու քաղաքավորության զոհ գնացի եւ ամբողջ կյանքի ընթացքում քայլ առ քայլ ինքը ամեն ինչ արել է ինձ համար ամեն ինչ արել է ուղարկել է Մոսկվա, ուղարկել է Լենինգրադ, ուղարկել է արտասահման, մեթոդներ սովորելու, աճուցախ գովելով եւ այլ։ Եկա այդ ամբիոնում ավակ լաբարանտ, ու հետագայում տարանուն իսկ ամբիոնի վարիչ, ամբիոնում նաեւ ծանոթացան մի ուրիշ մեծ լավ մարդու հետ, դա Էմիլ Սամսոնի Կապրելյանն էր, մինիստրը, որի հետ մենք ընկերություն արեցինք նա մի պայծառ ազնվորություն էր, որից ես շատ բան եմ սովորել եւ որի ծնողներն էլ արտակարգ ծնողներ են եւ այլ դա էլ ինձ համար մի մեծ պատիվ էր այդպիսի մարդու հետ շփվելը Սիմոն Ակոպիչ Միրզոյանը ամեն ինչ արեց որ ես դիսերտացիա պաշտպանեի թեկնածական պաշտպանեի դոկտորական պաշտպանեի եւ այդպես շարունակ ինձ եղավ մի ժամանակ, երբ որ արդեն թեկնածու էի, Սիմոն Ակոպիչի աշակերտները շատ էին ընդունում, որտեղ նա լավ էին ընդրում եւ այլն։ Ինձ այն ժամանակ Սուրեն Նիկիտիչ Գալստյան կար, չգիտեմ, կանչեց դեկանի տեղակալ նշանակեց։ Դեկանը տեղակալն էլ վերջը հետագայում, որ պաշտոնում աշխատել եմ օդի դու հավատացնում եմ ձեզ Մենք այդ տեսում ենք Վիլեն Պաուլիչը ամեն հիվանդանոց, ամեն ամբուլատորիա, ամեն դեղատուն, ամեն շտապ օգնության մեքենայի մեջ այդ ձեր թողած աշխատանքի արդյունքներն են հիմա աշխատում։ Այդ որ հետաքրքիր է որ ասում եմ դուք իմ դասախոսների դասախոսն եք եղել, իմ ուսուցիչների ուսուցիչը ու ուրեմն դեկանի տեղակալ աշխատելու ժամանակ իմ դեկանը Գրիգորյան Վաղինա Զալեբեգովիչն էր հետո Արտասահմանյան ուսանողների դեկանի տեղ դասատվեց այդ Գրիգորյան Վաղինյանն ասեց այ սրանից լավ դեկան չի կարող լինել ռեկտորին Սուրեն Նիկիտիչին ասեց ինձ տեղից տարան Արտասահմանյան ուսանողների դեկան այդ ժամանակ արդեն ռեկտորը դառավ Վիլեն Աստվածատրյանը փառք ու պատիվ էլի լավագույն անձնավորություն արտակարգ ջերմ ինձ հետ որոշ ժամանակ 5-6 տարի ընդեղի դեկան աշխատեցի մի օր Վիլեն Արմենիչը կանչեց ասեց դիտես այդ բուժական ֆակուլտետի դեկանից ես դժգոհ եմ արի այնտեղ դու դեկան աշխատի ասի այ մարդ այդ դեկանը կնեղանա իմ դասախոսն եղել ասես ես եմ անում գործ չունես մի խոսքով տարա բուժական ֆակուլտետի դեկան մի որոշ ժամանակ էլ անցավ
կուսակցական կոմիտեն ժամանակ դեր ուներ։ Նրանից հետո ասել դե կուսակցական կոմիտեի քարտուղարը։ Այ մարդ ասի չեմ ուզում, այդ ժամանակ մինիստրներ Եմ սիրելի ինգերներ արդեն Էմիլ Կապրելյաներ ասեց այդ ասեց դու գիտես որ ռեկտոր դառնալու համար պիտի կուսակցական կոմիտեի այդ թեզը անցնես դրասայմոտ ինչ ռեկտոր ես ու ռեկտորը որ վերջը դրին է դեղ արեցին դրանից հետո ուսումնական աշխատանքների գծոպրոյեկտներ եւ այլ եւ Վիլեն Արմեն ինչը Գարբաչովյան պերեստրոյկայի հետ կապված Վիլեն Արմենը գնաց ինքն կապեր ուներ ամեն ինչ արեց որ ես դառնամ Ես գիտեք ինչ ծափեր է Այս ծափերով ծնվում է Spin Ideas Agency նոր պրոյեկտը Spin Ակադեմիան Դու օրինակ ուրոլոգ ես ու ամբողջ կյանք անում ես թլպատում կամ հաստոցաշինական գործարանում հաստոցի առաջ ես աշխատում ասում ես Տեր Աստված բայց ինձ պետք էր մի հատ նորմալ մասնագիտություն չկա որ ես ունենամ Եկել է ժամանակը որ դու օրինակ Spin Ակադեմիում սովորես graphic design YouTube marketing YouTube producing կամ SMM ձեռք բերես նոր know-how մասնագիտություն հանձնես քննություն ստանաս սերտիֆիկատ line networking ձեռք բերես ու դրա հետ մեկտեղ ունենաս աշխատանքային պրակտիկա ու նաև աշխատանքի առաջարկ տենում ես հեռախոսի համարը այմա պաուզատուր գրի զանգի արի Spin Ակադեմի ու սկսի քո կյանքի նոր ուղին իսկ ես գնամ թլպատում անեմ քանի Spin Ակադեմիից ինձի հետ չեն զանգի չորրի սպիսկ են գցե արա չգիտեմ իսկ մի բան հարց տամ էլի կներեք որ ասում եք արտասահմանցի ուսանողների դեկանն եք եղել ֆակուլտետի Որ երկրներից էին սովորում այդ ֆակուլտետում Ուրեմն այն ժամանակ փակ երկիրներ էլի Այդ ժամանակ սովորում էին միայն հայեր են սովորում սփյուռքի հայեր Սիրիա, Հորդանան, Լիբանան, Եգիպտոս միայն հայերն էին սովորում Իմ ժամանակ ես փոխե որ այդ դրսից են հայո նրանք են սովորում Դուք ռեկտոր եք դառել 1987 թվականին Այո Երկու պետությունների ստեղծման ու մի պետություն քանդվում էր, ստեղծվում էր փոքր այլ պետություն ու մեր երկիրը շատ դժվար ժամանակներ էր անցնում այդ ժամանակ, պատերազմ, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, ոնց որ ասում են, ու ամենահետաքրքիրը այսօր ձեր կենսագրականը շատ եմ նայել այս երկու օրը, որ պատրաստվել եմ հաղորդմանը։ Ինչ եք ասում։ Ու հետաքրքիր փաստ կար, որ եթե ամբողջ հանրապետությունում լույս չլիներ, բժշկական համալսարանում լույս կար այդ տարիներին ոնց էիք կարողանում այդ քիչ ռեսուրսով ուսանողների համար ապահովել իրենց դասապատրաստումը Ուրեմն Դավիթ ջան Դավիթ ասեմ ոնց Դավիթ ջան էլի լավ մարդկանց շնորհիվ ուրեմն երբ որ դուք չեք հիշում այդ ժամանակներն ինչ հարահերոց էր Ես շատ զգուշ մարդ եմ եղել ամբողջ կյանքիս ընթացքում, մինչև հիմա էլ շատ զգուշ եմ, ամեն մի բան որոշելուց 10 չափում եմ նոր։ Երբ որ այդ հարահերոցը, բոլորը մեր ժողովուրդն էլ ցավոք սրտի շուտ է ոգևորված 90 թվականի այդ ոգևորությունը բանը թողած 90 թվականին արդեն Խաչիկ Ստամբուլցյան չգիտեմ լսել եք անպայման հա Խաչիկ Ստամբուլցյանը իմ հետևիցեր են եւ որ ինձ հանել տարրեսաներ են արել եւ այնքան բաներ գիտեք մի 5 անգամ իմ հրամանը տվել են ազատելու համար հետո 5 անգամ իրանց են հանել էլի լավ մարդկանց շուրջ ինչևից է ուրեմն այդ թողոյի ժամանակ ես վստահ էի այնտեղ մի հոդված կարդացի ռուսական որն ասում էր որ հայերը Հայաստանը ոգևորված ուզում է ինքնուրույն դառնալ դիտեք Հայաստան առաջինն էլ ուզում ինքնուրույն դառնալ Ղարաբաղյան շարժում այս կողմենքով նրանք չեն մտածում որ իրենց ամեն թելերով կապված են Սովետ Միության Ռուսաստանի հետ եթե նրանք ինքնուրույն դառնան Հաջորդ օրը եթե գազը կդրեն ինչ են անելու նրանք ուղղակի մտավ
գազը կտրել, ահա։ Մի խոսքով դրանից ելնելով այդ լավ պայմաններում արդեն 90 թվականին հարահերոցով ջանքով դول զուրնայով փոխում ենք երկիրը հեղափոխությունը ես ընկած իմ բոլոր ծանոթներում բոլոր բանի միջոցով մեծ ցիստերներ վերցրեցի փոսփորեցի խորը ամեն մեկը 30-50 տոննանոց ցիստերներ բերեցի եւ բերի մազութ լացեցի բացի էլ էլեկտրոնային կանչեցի իմ հոսանքը փոխեցի բժշկականի հոսանքը փոխեցի կենտրոնից բերեցի հոսանքը զարմանում են ինչ է անում բան ասում եք պետք կա եւ անցան որոշ ժամանակ Վանո Սիրադեղյանը եկավ ինձ խնդրեց որպես MVD-ի մինիստր ես իրան հոսանք տվեցի բժշկականից եւ այդպիսով ես այդ հարցը լուծեցի բայց շատ հեռուն եք նայել դա հետ պլյուս այդ 91-ից 95 թվականը ոչ մի ուսումնական հաստատություն չէր աշխատում նոյեմբերի 15-ին դադարեցնում էին մարտի 15-ին շարունակում են եւ 94 թվականի օրից մի օր զանգ տվեցին մինիստրությունից թե հրամանը ազատում են քեզ աշխատանքից կրթության մինիստրությունը ինչու կային մարդիկ էլ ազատում են չեն ազատ եւ անունը չեմ տա նախարարի ողորմի իրան Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է ինչ է կազը թե իմ հրամանները չի կատարում ասի ինչ հրաման չի կատարում հրամանը տալիս էր նոյեմբերի 15-ին դատարեցնել աշխատանքը մարտի 15-ին ես ասում եմ չեմ անեք հրաման ես աշխատում եմ ոչ մի օր դասերը չեմ պակասեցրել ավելին ստեղծեցի հանրային բաղնիկ Եվ աշխատողները հերթով գալիս լողանում են, գիտես ինչ արձագանք գտավ դա թե չէ, այդ բաղնիկը։ Դե պատկերացնում եմ Վիլեն Պաուլիչ, որովհետև այդ տարիները ես 93-ին եմ ծնվել, այդ տարիները չեմ պատկերացնում, բայց այն որ դա ձեր կենսագրության մեջ ամենտեղ շեշտվում էր, հասկանում թե դա ինչքան մեծ իրադարձություն է եղել, մարդիկ չէին ուզում տուն գնալ։ Գնում են ցակացնում է այդ պայմաններում եւ էլի ասում է լավ մարդիկ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է այ մարդ ինչ ես անում թե հրամանը չի կատարում ասել է դժկան դե ինֆորմացիա են տալիս որ միակ ուսումնական հաստատությունը որ աշխատում են այդ ինչ ես անում կանգնեցրեցին դրա մի անցան տարիներ 98 թվականներ մեկը տարավ Առողջապահության նախարար հիմա կենտանյա չեմ ուզում ասեմ լավ անունը չարժի որ տա միակ վատ մարդը որ հանդիպել է ամբողջ կյանքումս մի լավ մարդ չեն հանդիպել ինչի հասել է միայն լավ մարդկանց շնորհիվ ուրեմն սա մինիստր եղավ թե չէ զանգ տվեցի թե մինիստր կալի ուսանողի իրա դեկանն եմ եղել ուսանողներին շատ եմ օգնել թե մինիստրը գալիս ասես մոտ դիմավորեք Ուղարկեցի պրոլեկտարների, նույնիսկ գրացին ուրեմն դիլա որ առեկտրը ասեն վերով ոնց չի դիմավորելու չէ նստեմ էջանան գնացելու ու պետք է ինձ հեռացնի աշխատանքից որ իրան չեն դիմավորել Լեն Պաուլիչ Հայաստանը անկախացավ անկախ Հայաստանի բժշկականի ռեկտորն էիք ու մի պահ եկավ երբ որ դուք ստիպել կոպիտ ա հնչում բայց ձեր հրամանով բոլոր բժշկականի դասախոսները սկսեցին անգլերեն լեզու սովորել։ Եվ առաջի համալսարանն ենք, որ տեղափոխվեց դեպի անգլալեզու կրթության հարթակ, որն էր պատճառը, դուք ինչ էլի զգացիք տարիներ շուտ, որ պետք էր, որ դասախոսները սկսեն օտար լեզվով դասավանդել։ Ապրեք, ուրեմն ես գուզեի ռազմաբժշկական ֆակուլտետի մասին էլ ասել, լավ հետո կասեմ։ Ես կհիշացնեմ ձեզ այդ։ Ուրեմն 91-92 թվականին ծանր տարիներին ես հայտարարեցի, որ այլևս ոչ մեկին ինստիտուտ չեմ ընտրում, դեռ ինստիտուտ էր կոչվում։ Ես եմ փոխել համալսարան եւ բոլոր անունները։ Ասի ոչ մեկին ամբիոն չեմ ընտրում,
պիտի նրանք մաքուրին իմանան ռուսերեն, անգլերեն։ Միայն այդ պայմանով։ Բա ինչի եւ այլ մեր դասախոսի երեխաները հաջե փորձեցին բանտեղ չտրեցի։ 3 տարի դասավանդում արել տվեցի, անգլերեն դասավանդում, հատկապես առաջի երկրորդ կուրսերում։ Ով որ անգլերեն դասավանդում, անգլերեն գիտեր բան, նրանց զիջողություններ, նրանց պարտիվադրումներ բան է անում, զարմանում են, թե ինչ եմ անում։ Ոչ մեկին չի ասում։ Անցավ 3 տարի, փաստեր ասի, բերեք տեսնեմ, որ ամբիոնում ինչքան մարդ կա։ Տեսա որ առաջի 3 կուրսում արդեն ամեն ամբիոնում 1-2 հոգի կան, որ անգլերեն կսովորեն։ Մինչև անգլերեն լեզու անցնելը ես գնացի Հնդկաստան։ Հնդկաստանում այն ժամանակ արդեն մենք ունենք հնդիկներ։ Խորհրդային միությունը կործանման այդ եզրերին արդեն 90 թվականին, 89 թվականին հնդիկներ ունենք արդեն, բայց անվճար էր հնդիկները։ Գնացի Հնդկաստան, ասի տեսնեմ ինչ կա, որ վճարովի դարձնեմ։ Գնացի Հնդկաստան, ասի վճարովի ենք դարձնում, մինիստրի հետ հանդիպման բանի ժամանակ, վճարովի ենք դարձնում։ Երեկոյան եկան 2 հոգի աշխատողներ, դա 90 թիվներ, խորհրդային միությունը կար։ Եկան 2 աշխատողներ, թե դեսպանը թես կանչում է, գնացի։ Մեծ խոսածով ասես թույլ տվե ասում որ դուք վճարովի եք ասում հայտարարում եք վճարովի Մոսկվան ցես թույլ ատվե եւ այլը հարցակվեցին վրա դուք իրավունք չունեք վճարովի մասին ասելու այս կողմենքով այդ ժամանակ բախտս բերեց իր աշխատողը սուրճ բերեց այդ սուրճը բերեց ինստալու ֆոխոնը թափեց վրա վայրից սերիշ կոստյում ունեի։ Ես կանգնեցի, ասի որ այդ ձով դուք վերաբերվեք, ասի սա էլ ձեր վերաբերում կա, վայ կներեք շատ կուլտուրական մարդեր։ Ради Бога, извините։ Հանեցին կոստյումը, ստարավ իր կոստյումները ցույց տվեց, ասեց որ մենք հակճակ առավոտյան ձեր կբերենք այս կողմենքով եւ այլն։ Ներողություն, ես ձեզ ինչով կարող եմ աղջեր, մի խոսքով, փոխվեց, այդ մի սրջով փոխվեց այդ մարդը, ասեց լավ, էլ ես Մոսկվա չեմ հաղորդ, ասեց Մոսկվա կհաղորդեմ, քեզ կնստացնեն նույնիսկ, մի խոսքով, անգլերեն լեզու տեսա, որ բավականաթվով կա, հայտարարեցի, որ մենք անգլերեն լեզու սովորելու, հանդիկները սկսեցին հորդելը, Ինչևից է, ուրեմն երբ որ տեսա արդեն անգլերեն լեզու մարդիկան դարձեցի անգլերեն ուսուցում եւ ուսանողները սկսեցին գալիքը մինչեւ այլ փառավորը գալիս է դե մեր երկրորդ մի կարևոր բան եմ ուզում ասեմ 92 թվականին ստեղծվեց մեր պանձալի բանակը ես բանակին շատ եմ սիրում ու ամեն ինչ արել եմ բանակի համար, ոչ ոք չգիտի, ես գիտեմ, սպարապետը գիտի և Սես Սարգսյանը, սկայական գումարներ եմ տվել, ինչևից է։ Ռազմաբժշկական ֆակուլտետի մասին է։ Ռազմաբժշկական ֆակուլտետը բանակը ձևավորվեց 92 թվականին, 93-ին դիմեցի Վազգեն Սարգսյանին ասենց մտածում եմ, վայ, ասեցի ինչ խելոք բան ես ասում, ակադեմիկ ջան, դա չի հնարավոր ասի հնարավոր է, ինչ էին արել, խորհրդային միությունը կործանվելուց հետո բոլորը արագությամբ վերացրին ռազմական ամբիոնները, գիտեք, ռազմական բոլորը վերացրին, ես չվերացրի ռազմական ամբիոնը դարձրեցի արտակարգ իրավիճակների ամբիոն։ Ասի ուսանողներին սովորեցրեք պատերազմի ժամանակ, հեղեղի ժամանակ, երկրաշարժի ժամանակ ուսանողներին ինչ միջոցառումներ պետք է անեն։ Մտածի պահեցի, կարող է քանդել թողել։ Եվ ամբիոնը պահվեց
92 թվականին բանակը ստեղծվեց, 93 թվականին երբ որ Թիմեցի Վազգեն Սարգսյանն ասեց լավ է անում եւ այլն, շատ ջերմացավ հետս եւ շատ ուրախացավ, ինչ պայծառ ազնվորություններ։ Եվ ստեղծվեց ռազմաբժշկական ֆակուլտետ, որը մինչև հիմա էլ փայլուն ձևով աշխատում։ Հետո բժշկական համալսարանը վերափոխեցի, անունը Թիմեցի մինիստրություն, կառավարություն, հերացու անվան դարձրեցին։ 2 տարի հետո առաջինը էլի Թիմեցի դարձրեցին համալսարան, շատերը նախանձում էին, ինչ համալսարան եւ այլ ինչևից է։ Իսկ ինչի հենց Մխիթար հերացու անվան, որն էր ընտրությունը, ինչ անուններ կարել ընտրելու համալսարանը անվանակոչելու։ Ես ձեզ ասեմ ինչ անուններ կա, ես այդ պատմությունը մի քիչ նայել եմ, բան եւ այլն։ Ամենից շատ Մխիթար հերացին իմ դուրը եկավ, որը ջերմած մխիթարությունը, որը բավականաչափ ժամանակին մեծ դեր ա կատարել։ Ես խոսեցի պատմաբանների հետ, ասեցի դու էլ օգնեք, նրանք էլ նայեցին, ասեցին երևի Մխիթար հերացին ավելի լավ է, դրա համար որոշեցին Մխիթար հերացը անելու, հետո էլ փողոցն իրանք դարձրեցին Մխիթար հերացի անվան փողոց, նո արդեն համալսարան անունն էլ ուրիշ ձևով տարավ, համալսարան տարավ, հետագայում էլ արտասահմանյան ուսանողների մուտք գործելը բժշկականին շատ բարձրացրեց։ Դե առաջի համալսարաններ չէ, երևի որ արտասահմանից այդքան ուսանող են։ Այո, առաջի համալսարաններ։ Սովետ միության նախկին բուհերում նայել են, ոչ մեկ այդքան չուներ։ Եվ դա արեց անգլիալեզու ուսուցման հետևանքով արեց։ Դե այդ ֆուրորային էր, որովհետև նույն դասախոսը ինձ դասեր տալիս, լսարանը փոխում անգլերենով նույն դասը տալիս էր արդեն արտասահմանցի ուսանողներին։ Այո, չլսված տալիս էր նրանց այդ տալիս։ Ու այդ ժամանակ մենք ուսանողներս էլ էինք հասկանում, որ լեզու սովորելը երևի բժշկության հետ հավասար լեզու սովորելը ամենապետքական երևույթներից մեկն է, որովհետև ավակ սերունդը տիրապետում էր լեզվին, իսկ ամոթ է ավակը տիրապետում էր լեզվին։ Ես շատ նորամուծություններ արել եմ, բայց դեպի էլ նորամուծությունների լիք դարա, ինչ ասես անում են, փաստորեն։ Առաջինը բոլոր բուհերի մեջ մենք բացեցինք հայոց լեզվի եւ պատմության ամբիոն։ Դա շատ դրական դեր խաղացավ։ Մինչև հիմա կա։ Ես էլ եմ անցել այդ ամբիոններով։ Այո, շատ օգտակար է։ Ես խորհրդային միության երկրների համացան առաջինը բացեցին պրոկտոլոգիայի ամբիոն։ Բանի ամբիոն բացեցի։ Իմունոլոգիայի, ալերգոլոգիայի ամբիոններ բացեցի։ Իմ ամբիոնի վարչը ձեր դուստրն է։ Մեր հաղորդմանը հյուրեր։ Այդ ժամանակ իմ դուստրը չկար։ Բան չասեցի Արմինե Վիլենովնան մեր հյուրեր եղել է։ Ուսանող էր։ Հետո բացեցի պլաստիկ բժշկության ամբիոն բանը, ասեք Արտավազ Բակրատիչը, որպես Արտավազ Բակրատիչը շատ բարձր վաստակի դա գիտեք, շատ բարձր։ Հիմա ասում են աշակերտներ էլ ունի բան եւ այլը, նա շատ բարձր ազնվորություն է, շատ բարձր։ Մի խոսքով նորամուծություններ շատ եմ փորձել, շատ եմ արել նորամուծություններ։ Ամենայն դեպս այսօրվա օրով ես մի բան կարող եմ ասել, ամբողջ իմ կյանքի ընթացքում ինչի որ ասել եմ, լավ մարդկանց շնորհիվ եմ ասել։ Իսկ հետաքրքիրն է, որ դուք շատ մարդկանց համար եղել եք լավ մարդը։ Օրինակ բերեմ, հիմա Հայաստանի Հանրապետության գլխավոր մաշկաբանը Հովհաննես Հովհաննիսյան, ձեր ուսանողն է եղել, ու ինքը ստեղ նստած մի անգամ պատմում էր, թե ոնց է դառել մաշկաբան ձեր խորհրդով։ Ասում պետք է ընտրեի վիրաբուժություն թե մաշկաբանություն, Վիլեն Պաուլյանը ասաց գնամ մաշկաբանություն, չես փոշմանի, ու ինքը մինչև հիմա շնորհակալ է ձեզ, որ այդ ընտրությունն արել է։ Ու նմանատիպ շատ մարդկանց ճակատագրում դուք եք եղել հենց այդ լավ մարդը, որ ես ձեզ հավատացնում եմ, այդ 19 տարվա ընթացքում դեռ պրոռեկտոր եղած ժամանակ էլ, դեկան եղած ժամանակ էլ
ոչ մի ուսանողի ես չեմ հեռացրել վճարի պատճառով։ Մնացել ավարտել են, շատերել չեն մուզեյ գնացել են, իմ խիղճը չի տալի նրանց հեռացնեմ, երբեք չեմ։ Իսկ որ ուսանողին եք հեռացնում։ Միայն այն ուսանողին, որը չէր սովորում։ Եվ կյանքիս մեջ ծխելու համար առաջի անգամ Հայաստանի Հանրապետությունում ես եմ պատժել մի ուսանողուհու։ Ուրեմն հրաման տվեցի, որ չպետք է ծխել, դա նույնիսկ ցուրտ ու խավարտայիններին սկսեցի, որ ներսում չպետք է ծխել, բան եւ այլն։ Մի տարի անդադ ռեկլամա է անում, որ չծխեն։ Հետո հրաման տվեցի, որ ներսում ծխենք, կպատժենք նկատողություն, հետո փոխեցի, կհեռացնեմ։ Մի ուսանողի, շատ գեղեցկուհի ուսանողի էր, շատ լավ սիրունիկ աղջիկ էր, ուրեմն ռեկտորատը բանով ծխելով բանակալից Չեմ պատկերացնում։ ասել էր ոնց թե ես բանապան, հա, թող հեռացնեն, տեսնեմ կհեռացնեն։ Բերեցին իմ մոտ, ասա այ աղջիկ ջան, ասի նախ աղջիկը մեր մոտ չի ծխում, 1000-ից մեկն է ծխում, համի ինչ եք այդպես ամբարտավանցեություն, լավ եմ անում, հələ դե հեռացրեք տեսնեմ, ինչ օրենքով կհեռացնեք, ծխելու համար, ով ասե հեռացնել, անմիջապես հրաման տվի հեռացրել տվեցի, առավոտյան մի կին եկավ մոտս, ասեցի դել եմ ձեզ շնորհակալություն հայրեն ինչի, ասեց որ իմ աղջկան հեռացրել եք։ Ասեց այդ հերը այն ժամանակ հարուստներին ցեխավիճ էին ասում։ Ցեխավիկներից էլ էր ժամանակ հարուստներն ուր կային 90 քանի թվական։ Ասեց այդ հերն այնքան նրան երես տվե չափ ու սահման անցկացրել է, լավ է կարի հեռացրել եք, քրտին թողտա հեռացրել, ես ուրախացել եմ, ես զարմացա, պատկերացնում եմ, լավ է կարի հեռա վերջապես հերն եկա վերականգնեց, չեմ վերականգնելու, ասի մինչև մայրը չկախնդրի, չեմ վերականգնելու։ Վիլեն Պարիչ, ուսանողներից ում կհիշեք, որով սենց հպարտանում եք, որ հիմա բժիշկ են, որ ձեր այն լավագույն կադրն ա եղել, լավագույն ուսանողն ա եղել, ինձ թվում է իրանք կնայեն, մի քիչ էլ իրանք կուրախանան։ Հիանալի ուսանողներն են, ուրեմն հավատացնում եմ ես ձեզ, հիմա տարիքի հետ կապված հիշողությունները ճիշտ թույլացել է, հետո ես գիտեք ինչքան անկիր բանաստեղծություններ գիտեի, թե չէ։ Ես կարող եմ ժամերով արտասանել, որտեղ շատ է սիրում գրականություն, բան եւ այլ։ Շատ լավ ուսանողներ եմ ունեցել։ Իմ անցած ուղու ժամանակ հավատացնում եմ, ձեզ ամենալավերին ու ամենավատերին երկար տարիներ հիշել եմ։ Եվ մի դեպք պատմեմ, ձեզ կներեք, գնացել էի մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու Ջերմուգում, ուրեմն դեռ ռեկտոր էի, մի քան 4-5 օրով եկել են, բժիշկները հավաքվել են, ջերմ, բան խոսում են, բան եւ այլն, մեկն եկավ այնպես բարև տվեց այն կողմից անցավ, կանչեցին, վազեր ասեցին, Վիլյամ Պարիչին ինչա, չես ճանաչում, չես գալիս բան, ասում եմ, ես իրան ճանաչում եմ, բայց ինքը ինձ չի ճանաչի, չի հիշի։ Վազեն, ասի, այդ տղա դու են չես, որ ֆարմակոլոգիայից նույն կուրսը կրգնեցի։ Կարմերս կողից գնալ։ Խաչիկ Թոփալյան, արտասահմանյան ուսանող, նվագող, երգող, արտակարգ շատ լավ ուսանող էր։ Բոյաջան, հիանալի ուսանող, երազանցիկ սովորող, շատ լավ բժիշկ տարավ։ Արմեն Աշոջյան, փայլուն ուսանող էր, փայլուն խելքի տեր ուսանող էր, դա խելքին վերջերս շատ էր խորհուրդ տվի մի քիչ չափավորիչս, այդպիսի ուսանողներ ինչպես Արմեն Աշոջյանը մի քանի տարին մեկ է լինում բժշկականում, մի քանի լեզուներ գիտի անթերի, շատ ընդունակ, շատ խելոք, ափսոս որ այդպես եղավ, շատ ափսոս։
ներկա ռեկտորը Արմեն Մուրադյան, Արմեն Աբգարի Մուրադյանը, ուսանող տարիներից գիտեմ։ Ուսանող տարիներին չոր որոշ բաներ կապված էր իր հետ, շատ լավ հիշում եմ, ավարտելուց հետո էլ հիշում եմ, որ պես գավեն ժամանակ էլ եմ հիշում։ Հիանալի ուսանող էր, հիանալի սովորող էր։ Եվ շարունակ շատերն են եղել, շատերին եմ խորհուրդ տվել, բանը հիմա բանում Աստղիկում վիրաբույժը աշխատում է, մի հատ հարցրեք իրան, Աստղիկում վիրաբույժը աշխատում, սրտաբան վիրաբույժ, ուրեմն սրտաբան Մեհեր Սուսանի, ինքը Արտասամանյան ուսանող էր, Արտասամանյան ուսանողներին զեղչ սովորաբար չեն անում, այդպես է կարգը, բայց ես ձեզ ասեցի, ոչ մի ուսանողի ես չեմ հեռացել դրա համար, ինքն եկավ պրոբլեմներ ուներ, չէր կարող սովորել, պիտի տարիքեդում ձևակերպեր բան, ասի ոչինչ տարիքեդում մի ձևակերպի, զեղչ արեցի իր համար, եւ հետագայում նոր կարողացավ եւ ամբողջ մի քանի տարի անընդհատ զեղչ չմարի եւ դեռ կարողացավ սովորել ավարտել եւ օրերից մի օր երբ որ գնացի իր մոտ ես արդեն մոռացել էի իրան դուրսա ուրախացավ վայ քուշնորիվ ասма ես մի բժիշկ եմ եւ այլ Վիլեմ Պաուրիչ եւ հավատացնում եմ ձեզ շատերին եմ օգնել Շատեր քիչ չեն դեպքերը, երբ որ իմ օրինակով չհիմնավորված ուզեցել եմ բժշկականից գնալ, համոզել եմ տվել։ Ծնողներին կանչել եմ, խոսել եմ հետները, որ սովորեն եւ այլը։ Եղել է դեպք, որ ընտանեկան պատճառներով ուզեցել են թողել ինստիտուտը։ Տարեքեդում եմ ձևակերպել տվել։ Մի տարի հանգստացեք ոչինչ։ Մի դեպք չէ, տասնյակավոր դեպքեր են եղել։ Մի փոքր հարց, ռետորական չէ, ավելի շուտ մի փոքր սենտիմենտալ հարց։ Համալսարանի տարածքում բժշկականի ձեր ամենասիրած վայրը ո՞րն էր։ Որ տենց իմ բժշկականի տարածքում ամենասիրած վայրը ֆիզկուլտուրա դալիճը։ Սև դալիճի 7-րդ լսարանի տակը։ Այո, 7-րդ լսարան, այո։ Ինչ հարցը տվեք։ Վիլեմ Պաուրիչ, դուք 88 տարեկան եք։ Այսօր ովքեր ընդունվում են համալսարան երեխեքը 16-17 տարեկան են։ 70 տարվա բարձունքից ինչ մի քանի խորհուրդ կտաք նոր բժշկական համալսարան ոտ դնող ուսանողներին։ Ուրեմն նախ ես պետք է ասեմ, որ որպես կանոն բժշկականում ընդունում են որպես կանոն լավերը, միշտ այդպես եղել։ Շնորհակալություն։ Այո, միշտ լավերն են ընդունում եւ մրցույթ կա եւ բանը։ Այդ ուսանողներին ես կարող եի մի քանի խորհուրդներ տալ։ Առաջինը իմ ամբողջ կյանքի ընթացքում ուսանողներին ճանապարհելուց, երբ որ արդեն դրանք կյանք են մտնում, ես նրանց ինձ ասել եմ, նախ եւ առաջ եղեք լավ մարդ, հետո նոր բժիշկ, որպես կանոն վատ մարդը լավ բժիշկ չի կարող լինել։ Ինչ է դրա համար հարկավոր, երկու շատ կարևոր բան կուզենամ, որ միշտ հիշեն, առաջինը սովորել, անընդհատ սովորել։ Բժշկությունը դա այն եզակի մասնագիտություններից է, որ ամենօրյա պահանջ ունի, նորությունները եւ այլ անպայման պետք է սովորի։ Եվ երկրորդը անպայման լինեն բարություն։ Հիմա ամբողջ աշխարհում մանավանդ արհեստական ինտելեկտը տնելուց հետո ես չգիտեմ բժշկությունը ինչ կդառնա, հիվանդի երեսին չեն նայում, սարքավորումները տալիս են, դիագնոզը տալիս են եւ այլն, կիսատ պրատ թե
նայեն, չնայեն, տեղատոմս գրում են եւ այլն։ Համար առաջի տեղը դա բարի վերաբերմունք, դա բժշկի վերաբերմունք է։ Ուրեմն բարի լինեն եւ բարի վերաբերմունք ունենան։ Եվ մի շատ կարևոր հանգամանք նաեւ, որ ամբողջ կյանքի ընթացքում պետք է ակտիվ լինեն, ֆիզիկապես ակտիվ։ Ֆիզիկապես ակտիվությունը պահպանում է ուղղի թարմությունը։ Դրա համար եք ֆիզկուլտի դահլիճ ամրը շատ սիրում։ Մարզվում եք քո աշխատանքի ժամանակ։ Աշխատանքի ժամանակ, աշխատանքից հետո ժամանակ չեմ ունեցել, բայց ես հավատացնում եմ, որ եթե նույնիսկ կիսահիվանդ եմ լինում, երբեմն փառկացու պրոբլեմներ չունեմ մինչև հիմա լուրջ, եթե կիսահիվանդ եմ լինում, ես անպայման ֆիզիկական ակտիվությամբ եմ զբաղվում։ Ֆիզիկական ակտիվությունը մարդու պահում է եւ ինտելեկտուալ վիճակը, եւ առողջությունը, եւ այդպես է։ Ինչ են ասում։ Հին ասացված կա. առողջ հոգին առողջ մարմնում։ Առողջ մարմնում առողջ հոգի։ Չի կարող պատահի հիվանդ մարդու մոտ առողջ հոգի մնա։ Այդ համար էլ դա անպայման պետք է եւ իրենց պացիենտներին պետք է սովորացնել եւ չտարվեն միայն այդ ապարատուրայի որոշումներով հիվանդի հետ շփվեն, հիվանդի խոսքը չափազանց մեծ նշանակություն ունի, չմոռանան մեծն Հիպոկրատի երդումը, այո, հիվանդի հետ անպայման դա պետք է լինել։ Հետո դուք գիտեք նաև ես, որ ամբիոնի վարիչ եմ, 12 տարի ամբիոնի վարիչ էի աշխատում եւ բժշկականում 10 բալային համակարգ, ինչպես ամեն ինչ ես եմ հիմնադրել։ 10 բալային համակարգ, որ ես ներդրեցի, բոլոր դասախոսներին, ամբիոնի վարիչներին ասում էի, որ եթե ձեր ծանոթներին կամ կոռուպցիա ասեն, թե ԽՑԲ-ով բարձր գնահատում, գոնե 10 մի տրեք, 9 տրեք, այն լավագույններին 10 տրեք։ Իսկ ես 10 նշանակում է մեր ամբիոնում 10 նշանակողը ես պիտի լինեի, 10 հարցնում էի, ոչ թե առարգան էի հարցնում, որտեղ ես հավատում էի իմ աշխատողների, որ նրանք առարգան լավն են, հարցում էի, ինչ ես կարծացել, հայկական ինչ ես կարծացել, եւ այն մարդիկ, որոնք որ համարյա չեն կարծում, 10 չէի ծնում։ Իսկ հիմա թավոք սրտի այս ինֆորմացիայի աղբյուրները, այս հեռախոսը, կամպյուտերը մարդկանց զրդել է կարծելուց, ոնց կարելի է մարդ չկարծալ, այդ կարծալը մարդու շատ մեծ նշանակություն ունի։ Կարդում են մարդիկ, ինչ որ չափով հնարավոր առաջվա նման չէ, բայց կարդում են, բայց ձեր ասացի հիմա վրա մի հատ ես եմ ին վրա զգացել, երբ որ ելույթ ես պատրաստում, պրեզենտացիա, մասնագիտական, աշխատանքը ավելի հաճելի ու վերջում ավելի բավարարված ես, ոչ թե որ նոթբուքի դիմաց ես նստած աշխատում, այլ գրքերը կողքը տա, մատիտներ, ֆլոմաստեր, գրատախտակ ու տենց ես պատրաստում պրեզենտացիա, դու հասկանում ես, որ դու մտել ես process-ի մեջ, ոչ թե process-ը ղեկավարում ես կամ process-ից օգտվում ես, այլ դու process-ի մասնիկ ես կազմում, այդ ամբողջ process-ից այո, այդպես է, դա այդպես է։ Վիլյամ Պաուրիչ, սեղանին դրված են գրքեր, առաջինը ձեր ինքնակենսագրականն է, կենսամատենագրությունն է, որտեղ ոնց հասկանում եմ, ստեղ գեղարվեստորեն չէ, այլ հուշերն են ընդհանուր առմամբ։ Չէ, տպագրած աշխատանքներն են։ Իմ կենսագրականը կա սկզբից, հա, միջիչ։ Ու ձեր տպագրած աշխատանքներն են։ Ոյ մամա, կներեք հարցիս համար, այստեղ քանի աշխատանք է տպագրած։ 300-ից ավել, 340 երևի։ Ձեր գիտական ուղղվածությունը գլխուղեղի գլխուղեղի ֆարմակոլոգիան, ահա, բավական լավ ընդունվել է եւ իմ գիրքը
нейроактивные аминокислоты и мозговое кровообращение տվել է Մոսկվայում, հետո Հունաստանում թարգմանել են անգլերեն լեզվով եւ տարածվել է եվրոպական միություններում եւ այդ գրքի պատճառով ես 2002 թվականին ստացել եմ նախագահի մրցանակ։ Այդ գիրքը շատ բաներ էլի արժեքավոր ռևոլյուցիոն մտքեր, որը ընդունում է շատերն են ցիտե, շատերն են արել, ընդունում է դա, այո, ընդունում է։ Բայց խոսքս վերջացնելով ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այն բարի մարդկանց, որոնց ես հանդիպել եմ։ Նրանց միջոցով ինչ որ հասել եմ, նրանք են արել ինձ։ Դուք չեք պատկերացնում, թե Սիմոն Հակոբիչ Միրզոյանը ոնց էր ինձ համար ամեն ինչ անում։ Իմ համար էլ ամեն ինչ արել, Էմիլ Գաբրելյանի համար էլ արել։ Արդյունքը դուք էլ մնացածի համար եք ամեն ինչ արել, նույնը պարոն Գաբրելյանը։ Վիլյամ Պաուրիչ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մի շաբաթ է ես անկեղծ լարված սպասում եմ մեր հանդիպմանը, որովհետև իմ համար մեծ պատիվ է ուստեղ գտնվող բոլորի ու այս նայողների համար, բոլորի համար մեծ պատիվ է ձեր խոսքը, ձեր արած գործը, այն ամեն ինչ որ տվել է մեր ալմա մատերը, որովհետև բժշկական ընդունվում ես, բայց երբեք չես ավարտում այդ համալսարանը։ Ինքը դառնում է երկրորդ տուն, ինքը դառնում է քո համար մի վայր ապրեք։ Հավատացնում եմ ձեզ, որ բժշկականի ամեն դրական ինձ ուրախացնում է, շատ է ուրախացնում, թե ես լինեմ, շատ է ուրախացնում։ Նույնը բոլոր իստումա ավարտած բժշկական համալսարանի մարդկանց։ Ու մեծ ցավ եմ ապրում իմ համար, երբ որ բժշկականը մեկ-մեկ անհիմն քննադատությունների է ենթարկվում, ոնց որ անձնական վերցնեմ իմ վրա, որովհետև այդ իմ ալմա մատերն է, իմ տունն է, ու այսօր ես մասնագետ եմ դառել մխիթարերացում անվան համար։ Ուր գնաս, վերապատրաստվես, մեկը անատոմիան, ֆիզիոլոգիան, պաթֆիզիոլոգիան, ֆարմակոլոգիան, սովորել ես այդ 4 պատերի մեջ։ Գնալով ես, գիտեք, պիտի ասեմ, որ ես գնացող եմ, դուք եկող եք։ Վիլյամ Պաուրիչ, դուք մնացող եք միշտ, դες բան մի ասեք։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Սիրելիներս, մեր հյուրը այսօր լեգենդար անձնավորություն, առանց մի այսքան չափազանցնելու գիտնական ԵՊԲՀ անմահ ռեկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիլյամ Պաուրիչ Հակոբյաններ, Վիլյամ Պաուրիչ, ձեզ լիքը առողջություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Այս հաղորդումը շատ մարդկանց մոտ նոստալգիա է արթնացնելու, շատ մարդիկ ձեր հետ կապված են, շատ մարդկանց ճակատագրերում դուք կաք ու շատ մարդկանց ինքնական կենսագրականներում դուք կաք։ Դե ինչ, դուք էլ չմոռանաք բաժանորդագրվեք մեզ, մենք TV չենք, որ միասնիկ նայեք, պետքա բաժանորդագրվեք, որ նայեք։ Ձեր սիրելի կամ ոչ սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյաններ, պակա։